Նիկոլ Փաշինյանն արդեն 5 ամիս է քաղաքացիներին փորձում է համոզել, որ Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը բացարձակապես իրավական գործընթաց է եւ քաղաքական ենթատեքստ չունի։ Ի հեճուկս նրան հանրային ընկալումն այլ է։ Ես կարծում եմ, որ անբարոյականություն է այն ինչը որ կատարվում է, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ դրա նպատակը քաղաքական ասպարեզից իրեն հեռացնելն է, որովհետև այս պահին ամենաշատը ով ունի շանս ընտրվելու, ես կարծում եմ Սամվել Կարապետյանն է։ Վաղ, սա է Նիկոլ Փաշինյանի շարժառիթը Կարապետյանին կալանքի տակ պահելու համար։ Եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ։ Կարծում եմ պատճառը զուտ ներկա իշխանության վախն է։ Ուժից միշտ էլ վախենում են։ Ուժը միշտ էլ վտանգավոր է, ինչքան էլ որ մարդը վտանգ չի ներկայացնում։ Վախից են անում, այո, իհարկե։ Անձամբ Սամվել Կարապետյանից չեն վախում, իրենց արարքներից են վախում։ Այդ հանցավոր տգետ վարած պատերազմից, այդքան զոհերից։ Դատավորները փոխվում են, նիստերը էլ ավելի երկարաձգվում, բայց արդյունքը չի փոխվում։ Վերջին անգամ 16 ժամ տևած դատական նիստից հետո Կարապետյանը կրկին կալանքի տակ է։ Ֆորսաժային արդարադատություն, այսպես են Կարապետյանի թիմակիցներից շատերը բնորոշում իրավական կազուսը։ Մինչ դատարանները շարունակում են քննել գործը, հանրային վստահության ճգնաժամը խորանում է։ Մարդիկ խոսում են իշխանության կողմից ընտրովի արդարադատության մասին։ Նա պետք է ազատ դուրս գա։ Ընդհանրապես դա։ Շատ վատ չպետք է իրանը կալանավորի։